6-րդ հրեշտակը իր սկավառակից թափեց մեծ Եփրատ գետի վրա, և ցամաքեցին նրա ջրերը, որպեսզի ճանապարհ պատրաստվի արևելքի թագավորին։ Նեռը զրկված լինելով աստվածապաշտության լույսից, իր ներքին հոգևոր խավարի վրա կրելու է նաև արտաքին նյութական խավարի պատիժը, որի ավարտելուց հետո անցնելու է գործի, քանի որ թե արեքակի, թե ջրի և թե խավարի հարվածները հարատև չեն լինելու, այլ ժամանակավոր և փոփոխական։ Ապա բանսարկուներից լսելով, թե խավարը չպատեց քրիստոնյաներին, քանի որ լույսի մեջ էին, Հուլիանոսի նման խորհելու է բնաջնջել բոլորին և հրովարտակներ է առաքելու բոլոր թագավորներին իր շուրջը համախմբվելու համար, որպեսզի ոչնչացնի Քրիստոսի բոլոր հավատացողներին։ Այս ընթացքում, ի լրումն նեռի բաղձանքի հրեշտակը չորացնելու է Եփրատ գետը, որպեսզի արևելքի թագավորները արագորեն հասնեն նեռին։ Բայց այս ամենը ի վնաս նեռի է լինելու, քանի որ Աստված այս կերպ նրանց կհավաքի նեռի մոտ և միատեղ էլ կկործանի։ Այսպես, Դարեհն ու Կյուրոսը բազում մասերի բաժանելով անցան Եփրատ գետը Բաբելոնը կործանելու համար։ Գետը այս խորհուրդ ունի. սրա վրա կապված էին 4 հրեշտակները, որոնք արձակվեցին հենց սկզբից մեծ գետերը ավազակների ու թշնամիների համար, ասես զորեղ պատնեշներ են, որ արգելում են նրանց ընթացքը։